Արտասանում եմ Ղողանջերոսական Պարուսելակից և այս ասմունք ուզում եմ նվիրել մեր ազատամարտիկներին։ Ախ իմ ժողովուրդ, ես դեռ չկայի, որ քեզպես ես էլ քեզ հետ տոկայի, ծալվելու պատրաստ մեջ կտկրկելով, սակայն դու, որ քո պատմագրքերով մի ձիգցու ցակ ես ու լեցուն ցանկ ես, նահատակների զոհի հսկայի։ Դու չես զգացել երբևէ կարիք, նաև քաջերի, անբեկ աջերի, որ կրսկիտ դարձել են զրահ ու սուրբ են պահել պատիվ դազգային, իրենց պարզ կյանքով, մահով հսկայի։ Ախ իմ ժողովուրդ, ես դեռ չկայի, բայց կտրիչ որդիկ միթե քիչ կային, որ հողի տակից զենք էին պեղում և քո արյան դեմ սև արյուն հեղում։ Սասունը, որ երրորդ անգամ նորից տեր դարձավ նոր դավթի մանկան, որ ինչու, սակայն կոչվեց Անդրանիկ։ Ահեղ ջարդերի ճարակող բոցում, ամեն սասունցի դարձավ սասնածուր, սասնատուն դարձավ ամեն ընտանիք, սասնյա դյուցազուն, թե մեծ, թե պուջուր, որ բավական է, 40 ծամկույսեր, հարսներ արմաղան, Օսմանցու համար էլ երկանք չաղան, որ բավական է։ Խանդուտ խաթունի գովքի փոխարեն, սասնա զմզմբան ջրերի նման, հնչեց սարերում, ճամփեքում բոլոր, աչ ու ձախ հորթած երկը քաջորդած, վայ զուլում վայը մի պահ խեղդելով, կիլիկյո տունը, անար զեյթունը, որ մեն ու մենակ սակայն միակամ, կռվել հաղթել էր 40 անգամ։ Եվ հիմա 41-րդ անգամ շեկ բուրվարի հետ սև վարոտ խնկեց, խաչը վերստին դրոշակ տնկեց, ճորտության գիրը, կրկին հերքելով, սուր թուր գնդակ ու հրացան, մեր խաղալիքն է խրոխտ երկելով։ Միակուր դարձավ, ինչ ցիրուցան էր, կամք, սիրտ, նպատակ, իրար խոդվեցին, և մեր դարավոր թշնամու սրտում յուղոտ գնդակներ ջնջաուտվեցին։ Նրանց էր լսում մի ողջ հայրենիք, պատերազմիկ ենք, ոչ թե վայրենիք, նրանց էր լսում թշնամին սաստված, դուք ունեք սուլթան, մենք ունենք աստված։ Ու եկեղեցիք պահքի մեջ մտան, սգավորվեցին, ամբողջ 4 ամիս, քանզի քայլում էր մաքարումն ինքը, իբրև գինովցած մի բարեկենդան։ Սուրբ սեղանների վարակույրները փակված մնացին ամբողջ 4 ամիս, քանզի բացվել էր հերոսությունը, որպեսզի իր տակ, կռունկների տակ ազատությունը ահարգու թնդա։ Հարսներ, աղջիկներ, մայրեր, մանուկներ մերկացան իրենց արդ ու զարտերից, հագան քուրձ, ինչպես հագնում են զրահ, և ամեն հայ սիրտ դարձավ մի սրահ։ 110,000 զորքի հանդիման մարտնչում էինք 6,000 քաջեր, չմարտկայնացած թուրքի հանդիման մարդեղինացած մի ազգ էր խաչել իր բախտն իր վրա։ Սակայն պայքարի զոհասեղանին նա բոլորովին ուրիշ սենք դրեց։ Իր ժողովրդի երկհան որդին իր երկը բերեց քաջորդած մարտին, իր լոլա։ Մի ջոկ, մի դասակ, մի գունդ և կռվողների հոչին հանեստունդ, մեկին 10 արեց և 110-ին։ Նա խրոխտ լոլոն լուր կոմիտասի։ Սիփանյա սարը գոր արձականքեց, խրպոտ նեմրութիս չապը խլելով, Սիփանյա լոլո։ Սուրբ Կարապետի զանգը զիլ զանգեց, և ամեն մի զանգ մի յոթ բոլով, կտրիչներ լո, բարագալ լերը, շամիրան առում, նույն մեկ բանն էին անվերջ խոնարհում, սուրը հագեցավ, ներկված եփրատը ափերին տալով, վանած ծովակը տրտում խնդալով, իրար ձայն տվին, դրեցին պատյան։ Ոչ, չհագեցան սրերն իհարկե, սակայն իսկատպես դրեցին պատյան ու երազելով մի ահեղատյան։ Հայ մաքարումը կտոր առ կտոր, յուրաքանչյուրը մի կարմիր հատոր։ Այս անգամ նորից չավարտվեց, հատվեց, բացականչության ու կախման գետեր։ Այ արյունը նորից լերդացավ ու վերքը դարձավ ապաքինելի,
կսկիծում մրմուր, ջմլուխ սրտացավ, աչքերի խոսուն ապակիներին, գրեցին թե երբ իջիկ կդառնան։ Եվ ձմեռը նորից գարուն է դառնում, ամառն է կրկին ետևում գարնան, ամառվա տեղը գարունն է բռնում, և նախ ախվորած շվար ու մոլոր, ապա աննկատ ու ակամայից ժպիտն է խաղում շուրթերին հայ, թևերն է ծալում ուժասպար լոլոն, կոկորդն է ցամքում վայ աման վայ, նորից է հնչում ուրախ նայ, նայ, իսկ որտեղ երգն էր, այնտեղ էլ հայ։